Մայիսի 26-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջինատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվեցին Ներքին գործերի նախարարության Վաղարշապատի բաժնի 2 ոստիկան։ Նրանցից մեկն իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը, իսկ մյուսն ուղեկցել է Հանրապետություն կուսակցության քարոզարշավը։ Պաշտպան Էմին Խաչատրյանը հարցաքննությունն իրականացրած ոստիկանից հետաքրքրվեց, ինչու է արձանագրության մեջ վկա Գառնիկ Ղազարյանի անձնական տվյալների փոխարեն լրացված մեկ այլ անձի՝ Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հեռախոսահամարը։ Վկան պատասխանեց, որ հարցաքննության ընթացքում Գառնիկ Ղազարյանի հետ ներկայ է եղել նաև Հարություն Մկրտչյանը։ Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այս կարևոր հանգամանքի վրա։ Երկրորդ վկան դատարանում հայտնեց, որ Ոսկեհադ համայնքում քարոզարշավը խոչընդոտող որևէ հանգամանք չի նկատել։ Նրան ենթադրյալ միջադեպի մասին հարևան գյուղում հայտնել է Հանրապետություն կուսակցության թեկնածուն։ Դատավոր Գևորգ Մանուկյանը ևս քարոզարշավը խոչընդոտելու վերաբերյալ մի քանի հարց ուղղեց վկային։ Ոստիկանը հայտնեց, որ հաղորդումն ինքն է ներկայացրել Ներքին գործերի նախարարության Վաղարշապատի բաժին, սակայն անձամբ որևէ հակաօրինական գործողություն քարոզարշավի ժամանակ չի տեսել։ Հաղորդումը կազմվել է բացառապես կուսակցության անդամի տրամադրած տեղեկության հիման վրա։ Պաշտպան Էմին Խաչատրյանը արձանագրեց, որ այս հարցաքննությունները ևս մեկ անգամ ապացուցում են իր պաշտպանյալների անմեղությունը։ Փաստաբանը դատարանից ժամանակ խնդրեց պաշտպանական թիմի հետ լրացուցիչ միջնորդություններ ներկայացնելու հարցը քննարկելու համար։ Դատավորը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, սակայն անփոփոխ թողեց Ներսիսյանների խափանման միջոցը, մերժելով այն մեղմելու պաշտպանական կողմի առաջարկը։ Հիշեցնենք, որ Ներսիսյաններն արդեն 7 ամիս գտնվում են անազատության մեջ։ Պաշտպանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ գործընթացն ունի քաղաքական ենթատեքստ և հանդիսանում է ամենայն հայոց կաթողիկոսի վրա ճնշում գործադրելու հերթական միջոց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 22-ին ժամը 16-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։